Թեհրանի և Մոսկվայի քաղաքականությունը Կովկասի տարածաշրջանում համահունչ է հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ նրա, Թեհրանը վստահ է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Արտաքին ուժերի ներկայությունը ոչ միայն չի նպաստում անվտանգությանը, այլև վնասակար է, կարծում ենք, որ թե 3+3-ի շրջանակում, թե երկկողմ խորհրդակցություններով հնարավոր է կարգավորել Հարավային Կովկասի երկրների խնդիրները, ասել է Արաղչին։ Թեհրանը նաև հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի, ինչից հետո տարածաշրջանը կմտնի նոր փուլ։ Մինչև հիմա շուրջ 35,000 քաղաքացի է հայտարարագիր ներկայացրել ՔՊԱ-ական պատգամավոր Բակեն Թունյանը սա վատ ցուցանիշ է համարում, նշելով, որ դա հայտարարագրման պարտավորություն ունեցողների շատ փոքր տոկոսն է կազմում։ Թունյանը միաժամանակ նշել է, որ քաղաքացիների զգալի մասը հայտարարագիր չի լրացնում նույնականացման քարտ ստանալու գործընթացի ձգձգման հետ կապված, իսկ մի մասը գիտի, որ հայտարարագրման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էլ հայտնել է, որ հայտարարագիր լրացրած քաղաքացիներից շուրջ 15,000-ն օգտվել է սոցիալական ծախսի հետ ստացման իրենց իրավունքից, վերադարձվել է շուրջ 1 միլիարդ 400 միլիոն դրամ ծավալով սոցիալական ծախս։ 2025 թվականին Հայաստանում քրեական գործերի քննության ծավալները 30%-ով աճել են, բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի խոսքով սա լուրջ ազդեցություն է թողնում դատական համակարգի ծանրաբեռնվածության վրա։ Ըստ նրա, մարզերում կան դատավորներ, որոնց տարեկան ստացված քրեական գործերի քանակը գերազանցում է 250-ը, որոշ դեպքերում հասնում 290-ի։ Միաժամանակ վերջին տարիներին քաղաքացիական գործերի թիվը դատարաններում զգալիորեն նվազել է, Արթուր Աթաբեկյանը դա կապում է օրենսդրական բարեփոխումների հետ։ Facebook սոցիալական ցանցը դադարել է արգելափակել այն օգտահաշիվներն ու խմբերը, որոնք հրապարակում են Մոնթե Մելքոնյանի լուսանկարները, հայտնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ Սամվել Հայրապետյանը։ Նա նշել է, որ արգելափակումները որպես կանոն տեղի են ունեցել ադրբեջանցի օգտատերերի բազմաթիվ բողոքներից հետո, այժմ իրավիճակը փոխվել է։ Մոնթեի նկարը ջնջելու դեմ բողոքարկելու արդյունքում դրանք հիմնականում վերականգնվում են։ Նույնը տեղի է ունենում նաև Մոնթե Մելքոնյան անուն-ազգանունով հրապարակումների հեռացման դեպքում։ Բողոքարկումից հետո վերականգնվում են։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մահացել է, հաղորդում է Վատիկանը, նա 88 տարեկան էր, կաթոլիկ քահանայապետը մահացել է ապրիլի 21-ին Վատիկանի իր նստավայրում, Կասա Սանտա Մարտայում։ Հռոմի եպիսկոպոս եւ կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոսը դարձել է 2013 թվականին Բենեդիկտոս 16-րդի հրաժարականից հետո։ Նա ծնունդով Արգենտինայից էր եւ դարձել է նոր աշխարհից ընտրված առաջին Հռոմի Պապը։ Վերջին անգամ Ֆրանցիսկոս Պապը հանրությանը ներկայացել է նախօրեին Սուրբ Հարության տոնի առիթով ուղերձով դիմելով հավատացյալներին։ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Կիևը կպատասխանի պատերազմին վերջ տալու Վաշինգտոնի ծրագրին այս շաբաթավերջին Լոնդոնում Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ Եվրոպայի պաշտոնյաների հանդիպման ժամանակ։ Եթե բոլոր կողմերի դիրքորոշումները համընկնեն, ապա առաջարկները կարող են ներկայացվել Մոսկվային։ Պատերազմը դադարեցնելու ծրագիրը ներկայացվել է ուկրաինական եւ եվրոպական կողմերին ապրիլի 17-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ։ Դրանում բացառվում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը, կարող է ներառել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման օրինականացում։ Միաժամանակ այն չի բացառում Կիևին արևմուտքի ռազմական աջակցությունը կամ այնտեղ եվրոպացի զինվորականների տեղակայումը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը Եմենում հութիների դիրքերին հարվածելու ծրագրերը քննարկել է Signal Messenger-ի չաթում, որում եղել են նրա կինը, եղբայրը եւ անձնական փաստաբանը։ Հաղորդվում է, որ Հեքսեթը չաթը ստեղծել է հունվարին նախքան պաշտպանության նախարար դառնալը, բայց շարունակել է դրանից օգտվել նույնիսկ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։ Նշվում է, որ Հեքսեթը չաթում կիսվել է այնպիսի տեղեկություններով, ինչպիսիք են օրինակ Եմենում հութիներին թիրախավորող օդանավերի թռիչքների ժամանակացույցը։ Հեքսեթի եղբայրն աշխատում է Պենտագոնում, բայց նրա կինը Fox News-ի նախկին պրոդյուսեր Ջենիֆեր Հեքսեթը գերատեսչությունում պաշտոնյա չէ։ Պարզ չէ, արդյոք նրանք հասանելիություն ունեն գաղտնի տեղեկատվության։